Սերսյանի մասին խոսելիս երևի սկսենք նրա ժառանգությունից, ինչ, ով է Սերժ Սարգսյանը։ Ես ուզում եմ հատուկ բաց թողնել, չքննարկենք Ալիևյան Ադրբեջանի կոմսոմոլի նոմենկլատուրայի Սերժ Սարգսյանին, դա թողնենք առանձին քննարկման բան է։ Ես Ղարաբաղյան շարժման Սերժ Սարգսյանը ակտիվորեն մասնակցել է ազգային ազատագրական շարժմանը Ղարաբաղում, Լեռնային Ղարաբաղում, Նագորնի Կարաբախում, Արցախում։ Դա հայտնի է եւ շատ լուրջ դերակատարություն է ունեցել Սերժ Սարգսյանը։ Ինձ համար շատ կարևոր է Սերժ Սարգսյանի նախաձեռնած կամ ներգրավվածությունը Սերժ Սարգսյանի հայ-թուրքական հաշտեցման այդ հայտնի գործընթացին, ցավոք սրտի ձախողված։ Դա կարևոր այո, դա շատ կարևոր ռիսկային, շատ ռիսկային բաներ, Սերժ Սարգսյանը գնաց այդ ռիսկին եւ մասնակցեց, այդպես ասենք, այդ հաշտեցման փորձին ու ձախողվեց, ցավոք սրտի։ Հաջորդը 4 տարի Սերժ Սարգսյանը ակտիվորեն մեր երկիրը որպես երկրի ղեկավար տարել է դեպի Եվրոմիություն, Եվրոինտեգրացիայի ծրագիրը 3 տարի 8 ամիս կամ չգիտեմ ինչ, դրանք լուրջ բարեփոխումների, այսպես ասենք, համապատասխանեցման ծրագիր է ունեցել Սերժ Սարգսյանը, դա էլ ձախողվեց ու երկու կարևոր բան, նրանք կարևոր էին ինչ որ արել էր, դրանից հետո նորից երկու կարևոր բան, սեպտեմբերի 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը միանձնյա, պատկերացնում եք, Հայաստանի Հանրապետությունը հանձնեց Եվրազիական միությանը, տվեց առանց մինչ այսօր առանց լուրջ բացատրության։ Դա ինքը ես աղոտ հիշում եմ այդպիսի բացատրություններ կապված սպառնալիքի, Արցախի եւ այդպիսի բաների հետ։ Աղոտ։ Դա ընդհանրապես աղոտ միտք է երկիրը հանձնել հայտնի հանրաքվեից հետո առնվազն այդպիսի մի հանրաքվե պետք է արվեր կարգավիճակը փոխելու համար։ Հանձնեց, այդ դա էլ է, ուրեմն Եվրոինտեգրացիայի Սերժ Սարգսյանը։ Ես մտածում եմ, որ ընդհանրապես Սերժ Սարգսյանը հենց որ հանդես է գալիս, պետք է սկսի դրանից Հայաստանի Հանրապետությունը ես հանձնեցի Ղազախստանին, Բելարուսին, Ռուսաստանին, Տաջիկստանին, Հայաստանի Հանրապետությունը արդեն համբավ ունեցող որոշ իմաստով ժողովրդավարական երկրի, առաջադեմ երկրի տարա հետադիմության ակումբ, այ դա Սերժ Սարգսյանն է։ Հաջորդը մարտի 1-ի վարչապետն էր, չէ, գնդակահարությունները Երևան քաղաքում, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում գնդակահարություններ, զոհեր, հարյուրավոր վիրավորներ, սպանդ, դրա անունը սպանդ է, դա Սերժ Սարգսյանի վզից կախված է եւ վերջում հրաժարականը պետությունը ոնց հենց այնպես հանձնում եք Մարիոթ ռեստորանում, տարակ այնտեղ Մոսկվայում հանձնեցիք սեպտեմբերի 3-ին, ապրիլի 23-ին այստեղ հանձնում եք, այդ մարդու մասին հիմա նրա ինչ պետք է ասի, նրա ասածները հիմա անհետաքրքիր են, նա պետք է տրիբունալին զինվորական ատյանի հարցերին պատասխանի, ոչ թե ԲԴԽ-ին, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 99%-ով սովետական Հայաստանի քաղաքացիները մասնակցել են հանրաքվեի, Հայաստանը հռչակել են դուրս Եվրազիական միությունից, դուրս շրխկացրել, դուրս ենք եկել, ազգային ժողովը, Գերագույն սովետ էր կոչվում այն ժամանակ, Գերագույն խորհուրդը
100%-ով այդ թվում եւ կոմունիստական նոմենկլատուրան հաստատել է անկախության հանրաքվեի արդյունքները ինքն էլ ոնց տարար հանձնեցիր դրա մասին դա լուրջ է մենք դրան պետք է անդրադառնանք ինչ իրավունքով Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը որ ազգային ժողովում քվեարկեց գաղութացման օկտին ճորտատիրության օկտին քվեարկել են անուն ազգանունով ու նրանք ասպարեզում են ես կարծում եմ որ սխալ է որ Սերժ Սարգսյանը քաղաքական հայտարարություններ անելու հնարավորություն ունի մեր սխալն է որ ինքը կարողանում է հայտարարություն անել քաղաքական հայտարարություն անել կա քաղաքական կուսակցություն որը կազմակերպել է քվեարկությունը ազգային ժողովում ապապետականացման հոդվածով պատկերացնում եք ապապետականացում էր նշանակում այդ Եվրազական միությանը միանալը այդ կուսակցությունը գոյություն ունի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարությունով քաղաքական հայտ է ներկայացնում հիմա ինչ խոսենք ես ասում եմ ես կարծում եմ որ նա պետք է 2013 թվականի սեպտեմբերի 3-ի իր վարքագծի պատճառով նա իրավունք պետք է չունենա քաղաքականությունով զբաղվելու մինչև կյանքի վերջը այ օրենք պետք է լինի որ այն մարդը ով որ ձեռք է բարձրացել մեր պետականության վրա նա պետք է զրկվի քաղաքական գործունեությամբ զբաղվելուց այդպիսի նախադեպ կա աշխարհում ամենադեմոկրատական ֆրանսիական մեծ հեղափոխության հայրենիքում քաղաքական գործիչներ կան կուսակցական լիդերներ որոնց արգելվում է քաղաքականությունով զբաղվելը ես կարծում եմ որ հենց որ Սերժ Սարգսյան անունը տալիս ենք պետք է ասենք դեռևս նա քաղաքականությունով զբաղվելու իրավունք եւ հնարավորություն ունի թե չէ ես կարծում եմ դա այդքանը կարող եմ ասել Սերժ Սարգսյանի մասին դուք ասում եմ որ հաշտեցման եվրոինտեգրացում ազգային ազատագրական շարժում այդ Ղարաբաղյան բաները որ ասում են կռունկ բան չէ դա ազգային ազատագրական շարժում էր ակտիվորեն մասնակցել դրա համար ասում եմ դա մեղմացնող հանգամանք եւ ծանրացնող հանգամանքներ դատարան թող գնա մարդը բացատրություն տա իրավունք ուներ 2.5 միլիոն մարդի կարծիքը հաշվի չառնելու Սերժ Սարգսյան